Կա ընդհանրապես պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին։ Որ երկրների միջև այդ մնացած հարցերը Բայց ինչու մենք ուզում ենք իմանալ կողմերը որոնք են, արդյոք արդեն կարող է որպես բանակցային կողմ երեք հանդես։ Խնդիրը Ղարաբաղի բանակցային կողմ դարձնելու իհարկե դա միշտ մեր օրակարգում է եղել եւ վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը։ Հիմա Ռուսաստանում ովքեր են հանդիպել։ Եվ մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել։ Սպասեք էլ մի Ինչին կլինի, ինչ քննարկումներ են այնտեղ սպասվում, որով կարող են ժանդակել։ Տեսնենք։ Իսկ Արդյունքը կտեսնենք։ Ասեք էլի որ երկրները խոսնակը ասեց Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը։ Դե որ ասել է ուրեմն այո։ Ղարաբաղը փաստորեն դուրս մնաց բանակցային գործընթացից։ Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը նորից եմ կրկնում մեր օրակարգային համար մեկ խնդիրներից մեկն է եւ այս վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ գծում են, որ Ղարաբաղի ներգրավումը այլընտրանք չունի։ Թե այն առումով, որպեսզի կանխվեն նմանատիպ ապագա սադրանքները, թե բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու տեսակետից։ փոխօգնության պայմանագիրը Պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում եւ Հայաստանի ներսում գերատեսչությունների միջև եւ Ղարաբաղը։ Երբ կարող է Գիտեք, դա պայմանավորված է նրանով, որ մենք վերջնականացնենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո մեր վավերացման մասին։ կողմից գործընթացը ինչ փուլում է գտնվում։ ԼՂՀ անկախությունը ճանաչելու Հավանականությունները Այսօր այդպիսի գործընթաց նախաձեռնված չի, միջազգային Հայաստանի այդպիսի գործընթաց նախաձեռնված չի, իսկ պայմանագիրը դա այն փաստաթուղթ է, որը ընդգծում է, որ մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ իրավահավասարության վրա են։ Մեդվեդևի այցի ինչ կա, Մեդվեդևի Մեդվեդևի այցը լինելու է։ Իսկ ԵՏՄ վարչապետերի ինչու չեղարկվեց ԵՏՄ վարչապետը։ Որովհետև անդամ պետություններից մեկը ցանկություն հայտնեց, որ հետաձգվի, իսկ քանի որ առանց որևէ անդամի մասնակցության անհնարին է անցկացնել, ուրեմն Մոսկվայում է կայանալու այդ հանդիպումը։ Վերջնական որոշումը չկա, բայց ամենայն հավանականությամբ այո։ Դե ասում եմ, վերջնական համաձայնություն չկա, բայց ամենայն հավանականությամբ քննարկվում է Մոսկվայի տարբեր։ Շահերի ոտնահարում։ Միսկի այցի Անցին Միսկի խումբը Հայաստան է գալու, բացի հայտարարություններից, որ միշտ անում է Միսկի խումբը, հնարավոր է գործնական ինչ-որ բան արվի։ Ըստ էության հայտարարությունները Եկեք ճիշտ հասկանանք, իրենք չեն գալի հայտարարություններ անել։ Իրենք գալիս են տեղում իրավիճակը այնել այս լուրջ իրադարձությունից հետո ուսումնասիրելու եւ համար մեկ խնդիր է այսօր եւ Միսկի խմբի համար եւ ընդհանուր առմամբ միջազգային հանրության համար կայանում է նրանում, որպեսզի այն չկրկնվի այն ինչ որ այս վերջերս տեղի ունեցավ եւ որպեսզի ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, որը հնարավորություն կտա որպեսզի խոսել արդեն բանակցային գործընթացի մասին։ նոր բանակցություններ, առաջարկներ, թե մենք կվերականգնենք հին եղած պայմանավորվածություններ Նոր հին գոյություն ունի առ այսօր մեկ փաստաթուղթ, որը հիմք է ծառայում բանակցությունների համար։ Դա Մադրիդյան սկզբունքներն են։ Պարոն Քոչարյան, ռազմական դիրքերի փոփոխություն տեղի ունեցել է, դուք գիտեք այս պայն դիրքերը։ Գիտեք ինչ, ես քանի որ այդ հարցը պաշտպանության նախարարությանն է, բայց ես գիտեմ, որ առաջ խաղացում ադրբեջանական կողմից Ղազախստանը Ադրբեջանի շահերն են պաշտպանում։ Ղազախստանը Ադրբեջանի շահերը միշտ էլ պաշտպանել է։ Հնարավոր է, որ այս դեպքում այդ առաջարկը գալիս է հենց Ադրբեջանի շահերը պաշտպանելու Ես ենթադրություններ չեմ կարող անել, մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն Եվրասիական միության անդամ է եւ ՀԱՊԿ-ի անդամ, այլ նաեւ թուրքալեզու պետությունների անդամ։ Պարոն Քոչարյան, Ղազախստանը չուզեց կա Հայաստան։ Եթե գործողությունները կրեն լայնածավալ բնույթ, ապա Հայաստանը չի բացառվում, որ ճանաչի ԼՂՀ անկախությունը, լայնամասշտաբը ո՞րն է, եթե այս դեպքում սրանք լայնամասշտաբ չէին։ Լայնամասշտաբը դա լայնամասշտաբ պատերազմն է։ Տվյալ պարագայում այն պատերազմը Տվյալ պարագայում այն գործողությունները, որը սկսել էր Ադրբեջանը, արդեն կանգնացվել է։ Ինքը դրա մասին ասում էր, ԵԱԿ
դեսպանների հանդիպման ժամանակ, երբ որ այդ ամեն ինչի ընթացքի մեջ է, որից հետո դրա կասեցի։ Իսկ Գերատեսչությանը քննադատները ասում են շատ պասիվ են, ոչինչ չեք անում այս պահին։ Էդվարդ Նալբանդյանը տեղյակ է այս գրառումներից։ Պարոն Քոչարյան, Արձագանք եք ձեր քննադատներին, ասում են պարոն Նալբանդյանը եւ ձեր գերատեսչությունը շատ պասիվ է, որևէ երկիր այս օրերին չի դատապարտում Ադրբեջանի սահմանները։ Գիտեք ինչ, դուք առնվազն գոնե հետևեք սայթերին, ես ընդհանրապես կարող եմ նշեմ, որ ուղղակի անհնարին է թվարկել ինչքան խոսակցություններ են եղել հենց նախարարի կողմից։ Բազմաթիվ պետությունների նախարարների, Միսկի խմբի նախարարների հետ ինչքան հանդիպումներ են եղել, նույնիսկ սայթերից նայելով կարելի է։ Ռուսաստանի արձագանքը Ինչպես կգնահատեք, պարոն Քոչարյան, ինչպես է գնահատում։ Դուր։ Երեխեք լարերը։ Արմեն Միկրոֆոնը չեմ։ Պարոն Քոչարյան, ինչպես կգնահատեք Հայաստանի դաշնակիցների արձագանքը նախորդ 4 օրերին ռազմական գործողությունների հետ կապված Ռուսաստան, Ղազախստան, Բելարուս։ Ռուսաստանի դեպքում ինքը եղել է երկակի վիճակում մի կողմից որպես միջնորդ Մինսկի խմբում, մյուս կողմից, քանի որ գործողությունները ծավալվել են ոչ Հայաստանի դեմ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ապա կարելի ասել, որ ինքը իրեն պարտավորեցված չի զգացել։ Այդ տեսակից Ռուսաստանի արձագանքը եղել է, այսպես ասենք, որպես միջնորդի։ Ամենայն դեպս ինքն էլ է լուրջ դերակատարում ունեցել, շատ լուրջ դերակատարում այն հարցում, որպեսզի դադարեցվի կրակը։ Իսկ որ երկրներն են Ինչ վերաբերվում է մնացած ուրեմն անդամ պետություններին, ապա մենք որևէ մեկին չենք դիմել, մենք ինքներս չենք դիմել, բայց բնական է մեր ակնկալիքը նա էր, որ դիրքորոշումները լինեն առնվազն չեզոք։ Մի դեպքում դրա խախտումը եղել է, մենք դրա մասին տեղեկացրել ենք եւ հետո իրենց հայտարարությամբ դա շտկել են։ Խոսքը վերաբերում է Բելարուսին։ Որևէ նախապայման գոյություն չունի։ Հրադադարը վերադառնում ենք նախկին ռեժիմին, այսինքն 94 թվականի պայմանագիր, նա պետք է խստորեն պահպանվի, այդ դրա համար հիմա պետք է մշակվեն բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, որը հիմք կհանդիսանա արդեն խաղաղ բանակցային գործընթացով խնդիրը կարգավորելու համար։ Ռուսաստանը խոսել է հնարավոր նոր պայմանագրի մասին, դա հնարավոր Ես նորից եմ կրկնում, վերջնական նպատակը բանակցությունների, իհարկե դա համապարփակ պայմանագիրն է, բայց ներկա փուլում միայն կարելի է խոսել զինադադարի 94 թվականի պայմանագրի եւ 95 թվականի ուրեմն այդ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման պայմանագրի լիարժեք կիրառման մասին, առանց որի խոսել ապագա զարգացումների, ապագա պայմանագրի մասին դեռ վաղ է։ Ավելին, ապագա պայմանագիրը բնական է ենթադրում է, որ պետք է ոչ թե որպես հիմք ընդունված լինեն այն սկզբունքները, որոնք շարադրված են Մադրիդյան փաստաթղթում, այլ պետք է հաստատվեն, ընդ որում հաստատվեն 3 կողմերի կողմից։ Խոսքը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որից հետո նոր կարելի է խոսել իրավիճակում, որ Բաքուն նորից սկսի, վերսկսի պատերազմական գործողություններ, որովհետև 5 ժամ հետո սկսել։ Մենք գիտենք ում հետ գործ ունենք, դրա համար միշտ պետք է զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք։